Էրդողան իսկապես կվախնա Էկրեմ Իմամօղլիին, որովհետև Էկրեմ Իմամօղլը 4 անգամ հաղթած է արդեն Էրդողանին Ստամբուլի մեջ քաղաքապետարական ընդրություններու ժամանակ։ Այսինքն ինքը ոչ թե կմրցեր տեխնազուներու հետ, առաջին տեխնազուն Բինալի Իլդարամն էր 2018-ին, որ 2 անգամ հաղթեց, իսկ երկրորդ տեխնազուն անցյալ դարի Մուրադ Յակինն է, որ հիմա Թուրքիայի էկոլոգիայի նախարարն է, անորը հաղթեց, բայց խորքի մեջ ինքը Էրդողանը կմրցեր Էրդողան եւ Իմամօղլիի մրցակցություն կա, որովհետեւ Էրդողան շատ լավ գիտե, ինքը նախկին քաղաքապետ էր Ստամբուլի 90-ականներու ժամանակ, շատ լավ գիտե, Թուրքիայի մեջ չկրված օրենք է, այդ քաղաքապետը, որ Ստամբուլի մեջ ինքը լավ կդրսևորե, անպայման ինքը կդառնա նախագահ։ Անշուշտ Էրդողան լավ չդրսևորեց ինքը բաստերը ցույց կտան, ուղղակի Էրդողան պրոժեի արդյունքն է, որ հասավ նախագահական աթոռի։ Փանկրվանները մենք գիտենք, ինչպես 2002 մինչև անգայուն կառավարություններ կային, էկոնոմիկ ճգնաժամ էր, ինչ որ ուժեր ուզեցին Էրդողանի նման մեկը դառնա Թուրքիայի նախագահ, որ իրենց ապակայի մեջ միջին արևելքի մեջ իրենց ծրագրերը առաջ մղեն։ Հիմա դուք քիչ արածիկ Ստամբուլի մեջ, Նարեկ ջան, ոչ միայն Ստամբուլի մեջ, այլ Թուրքիայի բոլոր քաղաքներու մեջ մեծ ցույցեր են։ Ես կգարտեմ այս ցույցերը աջելով պիտի աճվին եւ Գեզիի 2013-ին մենք գիշենք ինչպեսի իրավիճակ էր Թուրքիայի մեջ։ Նույն Տևի Գեզիի ցույցերը գերտայ ավելի մեծ մասշտաբներով